ԱՄՆ-ն եւ Չինաստանը առևտրային համաձայնագիր են կնքել, այլ մանրամասներ Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել։ ԱՄՆ առևտրի նախարարն էլ նշել է, կողմերը վերջնականացրել են Ժնևում ձեռք բերված առևտրային համաձայնագիրը։ 2 օր առաջ ստորագրված փաստաթղթի համաձայն Չինաստանը ի թիվս այլնի պարտավորվում է ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղներ մատակարարել։ Երբ դա տեղի ունենա, կվերացնենք ամերիկյան սահմանափակումները, նշել է պաշտոնյան։ Չինաստանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը, թե Պեկինը Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ միասին աջակցում է Ռուսաստանին։ Ուկրաինայի հարցում Չինաստանը միշտ հավատարիմ է եղել խաղաղ բանակցությունների խթանման սկզբունքին եւ երբեք զենք չի մատակարարել պատերազմող կողմերին։ Իրանի միջուկային օբյեկտները զգալի վնասներ են կրել Իսրայելի եւ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով Իրանի արտգործնախարարի հայտարարությունն է։ Նրա խոսքով որոշ կառույցներ եւ օբյեկտներ ավերվել են, ինչը բարձրացնում է պատճառված վնասի փոխհատուցման հարցը։ Իրանը միայնակ չէ։ Այսօր Մինսկում Եվրասիական տնտեսական միության համաժողովի ընթացքում հայտարարել է Լուկաշենկոն, դիմելով հավաքին հերավար մասնակցող Մասուդ Փեզեշքյանին։ Դուք միայնակ չեք դիմադրում, հայտարարել է Բելարուսի նախագահը։